Բան Հարությունյան քարոզարշավը արդեն մեկ շաբաթ է ընթանում է նախընթանում պատկերը ինչպիսին է եւ օրինակ ընդդիմադիրները իշխող ուժին այսպես մեղադրում են ասում են որ Նիկոլ Փաշինյանը օրինակ սպառնալիքներով է սկսել օրինակ ասում է պետք է սա նստի սրա երեխայի ականջից բռնած պետք է բերենք սա պետք է դատվի ինչպես կգնահատեք այսպիսի խոսույթ ու ստեղ սպառնալիքի տակ չեք տեսնում նորմալ քարոզարշավ է ընթանում իր կանոններով մի քիչ թեժ կլինի, մի քիչ պակաս թեժ կլինի, ոմանք ասում էին առաջի օրերը պակաս թեժ է, ոմանք ասում են հիմա ավելի թեժ է, նորմալ է։ Բան Հարությունյան, սովորաբար քարոզարշավին ուժերը այդպես քաղաքացիներին իրենց ընտրողին են, այսպես ինչ որ ուղերձ տալիս, ահա, իրենց տեսլականը ներկայացնում, բայց հիմա ամեն դեպքում այս մի շաբաթյա քարոզարշավից պատկեր այնպիսին է, որ ուժերը, հա, ընդդիմադիր իշխանական ընդհանրապես միմյանց են այսպես, մեկը հայտարարություն անում, մյուսը արձագանքում, վիրավորում, հայհոյում։ Այ այս քաղաքացին այս պատկերում ինչպիսի ընտրություն պետք է կատարի։ Հայրենիքից ու հայրենիքից իհարկե պետք է բոլորս փորձենք մաքսիմալ դեռ մնալ եւ չկիրառել։ Մնացած առումով ուղերձները մեր ամբողջ քարոզարշավը ուղերձ է։ Հենց մենք խաղաղությունը պահել, պահպանել, փայփայել, որը կապավի երկրի զարգացումը հիմնական ուղերձներից մեկն է, բայց մենք բազմաթիվ այլ ուղերձներ ունենք, որոնց մասին խոսում ենք եւ հանրահավաքների ժամանակ էլ մեր բանախոսներն են ելույթ ունենում։ Բացի օրինակ այսպիսի մի հատ քաղաքացին այսպիսի քարոզարշավի ակնկալիք ուներ, արժանի էր այսպես ասած, լսելու, նման խոսու։ Ես այդպես պաթոսային հարցերը չեմ սիրում, որովհետեւ ինչ է նշանակում քաղաքացին լսելու նկատի ունեմ, որովհետեւ գիտեք քաղաքական ուժերն էլ սերած են եւ բոլորը սերած են հասարակություն եւ հասարակության մի մասն են։ Մեր բարությամբ, մեր չարությամբ, մեր այսպես կամեցողությամբ, մեր կարողություններով, մեր կրթությամբ իհարկե քաղաքական ուժերը որոշակի առաջնորդություն պետք է ստանձնեն եւ զերծ մնան այսպես որոշակի բացասական երևույթներ, բայց դրանից կարծում եմ հատկապես այն դեպքում, երբ որ ես շատ ուղիղ եւ անկեղծ կարող եմ ասել, ինձ համար այս ընտրությունը այնքան էլ քաղաքացիական պայմանագրի ընտրության մասին չի։ Այս ընտրությունը նրա մասին է, թե մենք եւ մեր պետությունը զարգացման ուղի կգտնեն։ Կզարգանա այնպես, ինչպես հիմա է զարգանում, թե հետ կնահանջի եւ ստանձնի ծայրագավառի այսպես կարգավիճակ։ Ձեր ընդդիմախոսները ասում են ամենաշատ բերած պատերազմի ուժում այս պատերազմ բերելու մեջ է մեղադրում։ Ասում են ձեր օրոքի ամենաշատ պատերազմը եղել, զոհերը եղել։ Այդ բոլոր երևույթները, որոնք եղել են, շատ երկար ժամանակահատվածի հետևանք են։ Եվ քաղաքացիական պայմանագիրը հիմա իրական ինքնիշխանություն եւ անկախություն է բերել Հայաստանում։ Ինչու այս տարիներին անկախ չի եղել Հայաստանը։ Ոչ։ Եղել է կախյալ, եղել է ծայրագավառ, շատ տարբեր կենտրոններից։ Ումից կոնկրետ, շատ է նման հայտարարությունները, բայց կարծես խուսափում են։ Տարբեր կենտրոններից, եւ ոմանք եղել են այստեղ, ասենք օրինակ, տարբեր կառույցների, տարբեր երկրների կառույցների տեղապահներ։ Ովքեր, ում տեղապահ։ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, եղել են կոնկրետ կենտրոնների տեղապահներ։ Ներեք իրենք էլ ձեզ ասում են դուք էլ Ադրբեջանից եւ Թուրքիայի ազդակներով եք շարժվում։ Մենք մի անգամ այդ փուլը անցել են 21 թվականին եւ նրանք իրենց այդ ասելու համար քաղաքական ապտակ ստացել են։ 26 թվականի հունիսի 7-ին ստանան հերթական ապտակը դա ասելու համար։ Եվ վերջում բան Հարությունյան, տեսանյութ կան, որ քարոզարշավին իշխող ուժի ուսուցիչներ, մանկավարժներ մասնակցում, թեև Նիկոլ Փաշինյանն ասաց, որ դիմումներ կան գրված, այս գործընթացը ինչ փուլում է, ինչ է հետևելու։ Ես գիտեմ, որ կրթության գիտության մշակույթի սպորտի նախարարությունը բացատրություններ է պահանջել այդ երևույթի հետ կապված։ Ըստ բացատրությունների որոշումներ կայացնեն, թե ինչպիսի վարույթ կընդունվի։ Կարգապահական վարույթներ կլինեն, թե դա կլինի դրան անհրաժեշտ կլինի տալ քրեաիրավական գնահատական։